Բարև ձեզ, Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործադուների փառատոնը, որ կազմակերպում է Skill մարքեթինգային ընկերության կողմից։ Եվ այս պահին թերթեմի տաղավարում մենք զրուցելու ենք ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, Career City Fest-ում ներկայացված են ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արժեքները, հնարավորությունները եւ առաջին տարին չէ, որ պետությունը մասնավոր սեկտորի հետ միասին մասնակցում է այս փառատոնին, փորձելով ներգրավել նոր կադրեր։ Ձեր կարծիքով որքանով է հետաքրքիր եւ գրավիչ գործատու պետությունը։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ կցանկանայի նշել, որ ներքին գործերի նախարարությունը առաջին անգամ է մասնակցում այս միջոցառմանը։ Իհարկե տարբեր են մասնավոր եւ պետական գործատուները։ Ես բնականաբար կարող եմ խոսել ներքին գործերի նախարարության անունից, որոշակի հետաքրքրվածություն մենք նկատում ենք թե այսօր միջոցառման ընթացքում, թե առհասարակ մեր քաղաքացիների դիմելության հետ կապված։ Իհարկե համադրելով պետություն թե մասնավոր կարող եմ նշել, որ պետությունը ավելի կայուն աշխատանք է ապահովում քաղաքացու համար, կայուն աշխատավարձով, որոշակի սոցիալական երաշխիքներով, հնարավորություններով, որոնք հիմնականում պետական աջակցության շնորհիվ կյանքի են կոչվում։ Դա կարող եմ առանձնացնել, իսկ վերջերս նաև մեր աշխատավարձային քաղաքականության փոփոխության հետ կապված կարող եմ ասել, որ կարելի ասել արդեն նաև այդ բնագավառում մասնավորի հետ կարծում եմ գրեթե հավասար պայմանների մեջ ենք, արդեն մրցակցության մեջ ենք։ Եվ եթե մի փոքր մասնավորեցնենք ոստիկանական համակարգի մասին խոսենք, այս համակարգը որքանով է այսօր արդեն գրավիչ դարձել, իհարկե շատ լավ հասկանում ենք, որ ոլորտը սպეციფիկ է եւ նոր կադրեր ներգրավելիս մի շարք պահանջներ կան, բայց եթե ընդհանրական որքանով է այսօր գրավիչ դարձել նաեւ երիտասարդ կադրերով համալրելու առումով։ Գիտեք, ինչ մենք պարբերաբար հայտարարում ենք մրցույթներ, ընդունելություններ եւ տարեցտարի զգում ենք հետաքրքրվածության աճ։ Պետք է առանձնացնեմ թե արական սեռի մեր քաղաքացիների, թե նաեւ ինքական։ Վերջերս մենք նաեւ տարբեր իրազեկման արշավներ ենք անում, որպեսզի ներգրավենք շատ կին ծառայողների ոստիկանության համակարգում եւ առհասարակ ներքին գործերի նախարարության համակարգում եւ բավական մեծ հետաքրքրվածություն կա։ Գիտեք ինչի, նախ բնականաբար անձի համար, քաղաքացու համար շատ կարևոր է աշխատավարձը, սոցիալական երաշխիքները։ Կարծում եմ համեմատության մեջ քիչ աշխատավարձ չի։ Օրինակ, եթե միջնակարգ կրթությամբ քաղաքացին այսօր կարող է օրինակ դառնալ կրտսեր պարեկ եւ ստանա շուրջ 350,000 դրամ աշխատավարձ, բնականաբար սա ես նշում եմ հարկերը միասին, եւ իր ծառայության ընթացքում բնականաբար կարող է ունենալ կարիերայի աճ, կարող է մասնակցել ատեստացիայի, որի ընթացքում կկրկնապատկի իր աշխատավարձը, այսինքն բավականին հետաքրքրացել է նաև այս ոլորտը, դրա համար կարծում եմ նաև որոշակի հետաքրքրվածություն կա մեր քաղաքացիների շրջանում։ Եվ վերջում, ամփոփելով մեր զրույցը, ի տարբերություն աշխատաշուկայի մյուս խաղացողների, եթե այսպես բերենք, ոստիկանական համակարգ ընդունվելը առաջին հերթին դիտարկվում է որպես առաքելություն, ծառայություն եւ նոր միայն այն պահանջներն են ի հայտ գալիս աշխատաշուկայի հետ կապված։ Ինչ հիմնական մալուխներ կան, ինչ հիմնական չափանիշներ կան, որոնցով առաջնորդվում եք, թե օրինակ որ կադրը կարող է աշխատել ոստիկանական համակարգում եւ որը ոչ։ Շատ ճիշտ նշեցիք, կցանկանայի շարունակել այդ միտքը, որ մենք խոսում ենք հիմնականում նյութական որոշակի բավարարվածության մասին, ինչը կրկին շատ լավ իրավիճակում ենք այս պահին կարելի այդպես գնահատել, բայց շատ կարևոր է, որ նաև քաղաքացին, որ ցանկանում է մտնել ոստիկանություն ծառայության, գիտակցի, որ ինքը դառնում է պետության մի մասնիկը, ինքը կարևոր աշխատանք է կատարում, ծառայում է իր հայրենիքին, իր պետությանը, իր որոշակի ծառայությունով պետականաշինությանն է նպաստում եւ այս երկու համադրությունը, այդ առաքելություն եւ նաեւ որոշակի նյութական շատ գրավիչ առաջարկներ, մի կարևոր ծրագիր ունենք, որ այս պահին քննարկման փուլում է եւ եթե ազգային ժողովի կողմից հավանության արժանանա, ոստիկանության ծառայողները Սյունիքի մարզում կկարողանան շատ լավ պայմաններով հիպոթեկային վարկ ձեռք բերել եւ վարկի միջոցով բնակարաններ ձեռք բերել։ Սրա նպատակն է, որպեսզի մեր ծառայողներին խթանենք, որպեսզի Սյունիքում եւս հանձնեն ծառայության եւ մասնակցեն
ինչպես նշեցինք, նաև պետականաշինությանը։ Դուք նշեցիք նաև, որ առաջին անգամ է ներքին գործերի նախարարությունը մասնակցում այս փառատոնին։ Հետաքրքիր է արդեն հանդիպել եք որոշ երիտասարդների հետ, հետաքրքրվածություն կա, մոտեցել են, ինչ-որ հարցեր տվել են ձեզ։ Այո, մենք առաջին անգամ ենք այս միջոցառմանը մասնակցում, սակայն կարող եմ նշել, որ շատ մեծ հետաքրքրվածություն արդեն իսկ կա։ Բազմաթիվ հիմնականում երիտասարդներ նաև շատ ուրախալի կանայք են մոտենում, հետաքրքրվում, ինչպես անցնել ծառայության, հիմնականում բարեկային ծառայություն, նաև փրկարար ծառայություն։ Այստեղ մենք հատուկ բերել ենք մեր տեխնիկան, ցուցադրում ենք, որպեսզի նրանք ավելի լավ պատկերացում կազմեն ծառայության մասին, իսկ մեր ծառայողները այստեղ են, որպեսզի ավելի մատչելի ներկայացնեն ծառայության մանրամասները եւ քաղաքացին հասկանա ցանկանում է ինքը անցնել ծառայության թե ոչ։ Շնորհակալ եմ, Կոնսենս։ Ես եմ շնորհակալ։